Ողջունում եմ բոլորիդ իմ YouTube-յան ալիքում, այս ֆորմատը նոր է եւ բարբերաբար պետք է հրապարակեմ այն նյութերը, որոնք որ ես կուտակել եմ, այն բազմաթիվ նյութեր, մոտավորապես 1400-ից անց են։ Նախկինում սա չեմ արել, որովհետեւ վստահ չէի իմ անձիս անվտանգության հետ կապված, բայց հիմա քանի որ այս ֆայլերը գտնվում են Հայաստանից դուրս եւ իմ անձիս հետ ցանկացած ոտնձգության դեպքում այս ֆայլերը արհեստական բանականության միջոցով որպես տեսանյութեր կհրապարակվեն ժողովրդի համար, արդեն ապահով եմ, так что սկսում ենք եւ գնում ենք առաջ։ Խնդիրը հետեւյալն է, ոչ մի քաղաքական հետապնդում չունեմ, то есть քաղաքական նպատակներ չունեմ, ուղղակի իրազեկելու ենք ժողովրդին, թե նախկին ռեժիմի կողմից, թե ներկա ռեժիմի կողմից, թե կալացողների կողմից կատարված հանցագործությունների, կաշառակերությունների եւ մնացած դեպքերի մասին։ Հիմա խնդրեմ հարմարավետ տեղավորվեք, լայքեք, տարածեք, իարգեք, գրեք երկու ձեր տեսակետները ինձ համար շատ կարևոր են։ Հայոյանքներ չենք տալիս, հայոյանքները ինքս ինքան ջնջելու եմ։ Ուրեմն ունենք այսպիսի մի նամակ։ Գրում եմ ես բարձրաստիճան ոստիկանության աշխատակիցի արգելան ազգանունի չենք տալիս, բայց նամակի բովանդակության հետ տեսակցության կանանք, ինձ համար սա մի շատ ծիծաղելու, չգիտեմ, տուպեի կինո կա, այս կարգավիճակն է ստեղ։ Հարգելի Արթուր ջան, գրում եմ ձեզ, մի հետաքրքիր դեպք է տեղի ունեցել։ Ներքին գործերի նախարարությունը ոստիկանության գվարդիա ստեղծեց, երևի թե տեղյակ եք դրա մասին։ Ուստի որոշեցին նոր մեքենաներ գնել, բայց քանի որ Դոգը մի քանի անգամ հայել էր Ռոբերտ Քոչարյանի որդուց մեքենա գնելու համար, որոշեցին այլ տեղից մեքենա գնել։ Եվ նախապես ասեմ, որ փոխնախարարներից մեկի հիմա անունը բերեք չկարտանք, որդին ունի ինչ-որ դիտելինգը ով չգիտի, դա երբ որ մեքենաները զարդարելու սպես արհեստանոցը։ Մի խոսքով գնելով մեքենաները հետագայում պարզվում է, որ տվյալ էլեկտրական մեքենաների վրա լուսածակներ, այսինքն միգալկաներ չի տեղադրվում։ Եվ ահա թե ինչն է խնդիրը, դիտելինգը շահել է ինչ-որ փոխնախարարի որդի, որպեսզի այդ միգալկը տնե, բայց փաստացի հնարավորություն չունեն։ Հիմա գվարդիայի աշխատակիցները, երբ որ դուրս են գալիս այս կամ այն ահազանգի կամ կանչին, դիմացից գնում է հին սովետական միգալկով ուազիկը, իսկ տղաներն հետևից գնում են Տերիկ Խեչոյի նման, Տերիկ Խեչո կներես, Տերիկ Խեչոյի նման գլխները դուրս հանելով, դրդրծնելով գնում են, որտեղ մեքենաների վրա քանի որ չկա այդ համակարգը, չեն կարող ոչինչ անել։ Եթե պարոն վարչապետը, եթե պարոն Նիկոլ Փաշինյանը կասկածում է մեր խոսքերի վրա, թող դուրս գա եւ կառավարության շենքի դիմաց ում կնդրե այնտեղ կայնած հենց այդպիսի մեկ մեքենա, որի վրա կա ոստիկանության գվարդիայի տարբերանշանը, բայց չկա վրան միգալկա։ Իսկ նմանատիպ մեքենաները պարդադիր պետք է իրենց վրան ունենան լուսարձակներ, հատուկ նախատեսված օրենքով սահմանված կարգով։ Հետարքիր դրվակ կա նաև Արթուր ջան, որպեսզի թաքցնեն այս ամենը Նիկոլ Փաշինյանից, որոշել են տվյալ էլեկտրական մեքենաներից տրամադրել համայնքային, ոչ վաղանցալում ստեղծված համայնքային ոստիկանությանը, մեկական մեքենաներ, իբր թե պատճառաբանությամբ, որ օպերատիվ ծառայություն մատուցելու համար, բայց հարգելիս ներկայիս համայնքային ոստիկանության նոր ընդունված օրենքին համաձայն համայնքային ոստիկանությունն իրավունք չունի ծառայություն մատուցել, ծառայություն իրականացնել առանց համազգեստի, то есть համայնքային ոստիկանները պարտադիր պետք է լինեն համազգեստով։ Եվ ստացել ենք մի абսուրդ իրավիճակ, երբ որ կան սև մեքենա ծառայողական, իբր քողարկված ծառայություն տանող, բայց ղեկին եւ աջ կողմը նստած ոստիկանի համազգեստով ծառայողներ։ Այս ամենի մասին Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, փորձել Արփինե Սարգսյանի գլխավորությամբ փորձել են թաքցնել եւ իհարկե նրանց մոտ է դա մինչեւ առօրս ստացվել է։ Անկամ Նիկոլ Փաշինյանին, երբ որ հրավիրել էին գվարդիայի
բացման արարողության, այնտեղ բոլոր մեքենաներն առանց միգալկա էին կայնած, բայց թե երևի թե Նիկոլ Փաշինյանը չգիտեր, որ միգալկեն պարտադիր է տվյալ մեքենաների համար։ Ժողովուրդ ում կպատկերացնեք այս մարդիկ մեքենաները որի վրա միգալկա գիտեր, տեղի խճոյի նման կխնդրե դուս կանեն կտրտվցնեն։ Հիմա նաև խնդրանքս է, դիմում եմ նաև Վագն Ալեքսանյանին, մեր ազգային ժողովի պատգամավորին, որտեղ նոր ընդդրեցին, որ Վագն Ալեքսանյանին կարող է դիմել ցանկացած խնդիր կբարձրացնի ազգային ժողովի ամբիոնից։ Հիմա դիմում եմ Վագն Ալեքսանյանին, որպեսզի Վագն Ալեքսանյանը ազգային ժողովի ամբիոնից սույն հարցը բարձրացնի եւ որպեսզի Արփինե Սարգսյանը կարողանա մեզ պատասխանել։ Մխսվել են պետական գումարները, չեն մխսվել, ինչ խեղեր ոստիկանության ծառայական մեքենաները մնացել են առանց միգալկա։ Այսօրվա համար առաջ եթերի համար այսքանը նախապատրաստվեն, ավելի ճիշտ վաղ հրավիրում եմ նորից Նիկոլ Փաշինյանին եւ ըստ երևույթին կհրավիրենք առողջապահության նախարարին նրա հետ կքննարկենք տեղորայքի հետ կապված խնդիրները։ Միևնույն ժամանակ երևի թե խնդրենք նաև կան դիտեն այս տեսանյութը վաղվա տեսանյութը Նարեկ Ղարաբեդյանը եւ Գագիկ Ծառուկյանը, որովհետեւ իրենց էլ կա այնտեղ հարցեր։ Լավ մնացեք, գրանցվեք։